Սիրելի հայրենակիցներ, 3 րոպեից բոլորին դեմ եմ կուսակցությունը կսկսի ջուր ծեծելու ակցիան։ Բոլորին հրավիրում ենք միանալ և մեր հետ միասին ծեծել այս ջուրը։ Ինչպես տեսնում եք, Ռիչ սրճարանի միջով մեզ է մոտենում Սպայդերմենը, նույն ինքը Սարդ Մարկը, դիմավորեք նրան։ Երբ մենք հայտարարեցինք, որ Կանապի լճում կատարելու ենք ջուր ծեծելու ակցիա, շատերը կարծեցին, որ ծեծելու ենք Կանապի լիճը նավակով մտնելով նրա մեջ։ Բայց մենք, քանի որ բոլորին դեմ ենք, անում ենք լրիվ հակառակը, ոչ թե նավակն է ջրի մեջ, այլ ջուրը նավակի։ Տափարություններ են կերներ։ Քաղաքական ուժերի ջուր ծեծելու համար ոչինչ չի կարող խանգարել, ինչը հենց հիմա ձեզ ցուցադրում է Սպայդերմենը։ Շարունակեք, ոչինչ։ Դուք կարող եք նաև դա անել փիակով, բռունցքներով, ինչու՞ չէ նաև գլխով։ Այսօր առավոտյան մենք իմացանք լուրեր, որ այս լիճը հատուկ են դատարկել մաքրելու նպատակով, բայց մենք չենք հավատում այդ լուրերին։ Կա 2 վարկած։ Առաջին, երեկվա դպրոցական երեխաների պես լիճը ինքնակամ է դատարկվել, որպեսզի խանգարի մեր ակցիային։ Եվ երկրորդ, մյուս 18 ուժերը իրենց բոլոր ներկայացուցիչներով այնքան են ջուր ծեծել, որ լիճը դատարկվել է։ Ավելին մենք լուրջ վախեր ունենք, որ նրանք հաջորդ 30 օրը այնքան ջուր են ծեծելու երկրի տարբեր լողավազաններում, շատրվաններում, լճերում ու ջրամբարներում, որ երաշտ լինի։ Հատուկ ուշադրության եմ հրավիրում Սևանի ավազանի բնակիչներին։ Չթողնեք նրանք ծեծեն Սևանը, այն առանց այն էլ ցածր է։ Եթե կան քաղաքացիներ, ովքեր կցանկանան նույնպես ջուր ծեծել, ոչինչ ձեզ չի խոչընդոտում, ինչպես բոլոր քաղաքական ուժերին։ Ծեծեք այդ ջուրը, զուգահեռ կարող եք նույնիսկ սուտ խոստումներ տալ։ Իսկ եթե լուրջ ընկերներ, այս 18 ուժերի հարածը ոչինչով էս ամեն ինչ չի տարբերվում։ Մեկը ձեզ խաղաղություն է խոսք տալու, մեկը աշխատատեղեր, կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են ձեզ խոսք տալի։ 18 ուժ ձեզ խոսք է տալի ջուր ծեծելով։ Ու դուք կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ Բոլորին դեմը միակ ազնիվ ուժն է, որը իրերը իր անունով է կոչում։ Բոլոր քաղաքական ուժերը ջուր են ծեծում այս օրերին։ Ավելին, նրանցից շատերը քամի են անում, ոչկա են գլորում, բայց այդ ակցիաները այսօր չեն լինելու։ Միայն մեր ուժն է, որ իրականում ցույց է տալի կատարվելիքը։ Տեսեք, քանի որ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները անփորձ են, նրանք չեն կարողանում նորմալ ծեծել ջուրը, ինչպես դա կանեին օրինակ 16-րդ, 17-րդ, 3-րդ, 7-րդ ու մնացած բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Նրանք որ գային հավատացեք, ոչ թե նավակի մեջ, այլ լճում ընդհանրապես ջուր չեն լինելու։ Հիմա ես խոսալու գործիքը կտամ ժողովին, որտեղ ես էլ պակաս ջուր ծեծող չեմ։